Բարև ձեզ, դուք դիտում եք հրապարակումը։ Թե ինչ ենք պատմելու այս հաղորդմանը, նախ կարճ մի քանի տողով։ Խաղաղությունը երբ դառնում է որոշում, արժանանում է գնահատանքի։ Մարդկային եղբայրության զայդ մրցանակն այս տարի տրվում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին։ Երբ բանաձևերը շոշափելի տեսանելի են, դասերը դառնում են հետաքրքիր, Արտաշատի ավագ դպրոցում նոր հնարավորություններ են բացվել։ Հերթական քայլը դեպի տուն, Սփյուռքահայ պատանիներին հայրենիք բերելու ծրագրի մասին հարցազրույց տաղավարում։ Ապակին, որը միավորում է հարյուրավոր գործընկերների ու շուկաներ, Սարանիստի մրցունակության եւ շարունակական արտադրության մեջ դեր ունի պետական աջակցությունը։ Հայտնի են մարդկային եղբայրության զայդ մրցանակի այս տարվա հաղթողները։ Հատուկ հանձնաժողովը բարձր գնահատանքի է արժանացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիրը, որպես երկու պետությունների կողմից իրականացվող խաղաղության, երկխոսության, հարաբերությունների կարգավորման եւ հակամարտության լուծման գործընթաց։ Մրցանակը կստանա Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։ Պաշտոնական արարողությունը տեղի կունենա Աբու Դաբիում փետրվարի 4-ին։ Խաղաղությունը ոչ թե նվեր, այլ ընտրություն։ Այս բանաձևով 2019-ից Արաբական Միացյալ Էմիրություններում հիմնադրվեց զայդ մարդկային եղբայրության մրցանակը։ Սա Նոբել չէ, բայց համարժեք ուղերձ ունի։ Երկխոսությունը ոչ թե քաղաքական շքեղություն է, այլ այսօրվա աշխարհի համար պակասող անհրաժեշտություն։ Այս նշանավոր մրցանակի 2026 թվականի դափնեկիրներից է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Խաղաղության պակաս ունեցող աշխարհում ծնված մրցանակին այս տարի հավակնում էր 350 մարդ շուրջ 90 երկրից, բայց մրցույթում մրցակցում են ոչ թե անուններ, այլ պատմություններ, ոչ թե պաշտոններ, այլ կայացված որոշումներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արժանացել է զայդ մարդկային եղբայրության 2026 մրցանակին՝ ի նշանավորում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման։ Այս մրցանակին է արժանացել նաև Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։ Անցած տարի օգոստոսին Միացյալ Նահանգներում նախաստորագրվեց Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետությունների միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։ Կողմերը փաստական գործնական քայլ արեցին տարածաշրջանում արդար, համապարփակ եւ տևական խաղաղության հաստատման ճանապարհին։ During the ceremony, Your Excellency will be presented with the Zaid Award for Human Fraternity 2026 in recognition of the peace agreement between the Republic of Armenia and the Republic of Azerbaijan. I should say what Your Excellency is doing to make this agreement successful stands as a model for many conflict zones around the world. This recognition reflects the importance of the agreement itself as a positive step toward peace, reconciliation, and regional stability. Զայդի մրցանակը փակուղուց հրաշարվելու ու քաղաքական երկխոսություն սկսելու այդ ուղին անշեղորեն անցնելու պատրաստակամության մասին է։ Եվ հենց այստեղ է, որ Հայաստանի օրակարգը դառնում է օրինակ աշխարհի համար։ Ժյուրիի կազմում մարդիկ են, որոնք ղեկավարել են երկրներ, միջազգային կառույցներ, մարդասիրական գլոբալ ծրագրեր։ The Zaid Award recognizes this initiative to encourage and inspire world leaders to strive for lasting peace. Your Excellency, we know your support for this agreement. We know all your hard work to make this agreement fact. And we sure you are doing this from your heart for peace, for your people, and for all the world. Մրցանակը կոչվել է Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադիր Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի պատվին եւ շնորհվում է անհատների ու կազմակերպությունների, անկախ նրանց ծագումից կամ գտնվելու վայրից, նրանց, ովքեր անշահախնդիր եւ անդադար աշխատում են մարդկային եղբայրությունն առաջ մղելու եւ խաղաղ համակեցության համար նշանակալի առաջընթաց ապահովելու ուղղությամբ. Many people, of course, were and are working now in United States, in European Union, in different international platforms in Azerbaijan, and of course it is first of all the achievement of our political team, government, parliament,
our society, because it wouldn't be possible to implement any agreement without support of society and support of people. Մրցանակաբաշխության մեկնարկից ի վեր այն արդեն ունեցել է 16 մրցանակակիր 15 երկրից, այդ թվում հանգուցյալ Ֆրանցիսկոս Պապը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Հորդանանի թագավոր Աբդալլա II-ը, մարդասիրական կազմակերպություններ, որոնք փրկել են հազարավոր կյանքեր։ Let me express my gratitude to all of you, to members of jury committee, because it is important, it is important to strengthen peace. To be honest, first of all, to strengthen mood of peace in our region, and I believe it will have concrete impact for that both in Armenia and Azerbaijan, because in general mood and maybe it would increase the level of confidence between Armenia and Azerbaijan, because if I understood correctly, we, with Azerbaijani president, we will receive this award simultaneously in the same day, in the same place, and it will be a kind of the success sharing moment with which will strengthen. Հայաստանի վարչապետին արդեն փոխանցվել է մրցանակաբաշխությանը մասնակցելու հրավերը։ Հայաստան ժամանած պատվիրակության պաշտոնական հանդիպմանը զուգահեռ մրցանակաբաշխության կազմակերպիչները իրականացնում են նաև հատուկ նախագիծ։ Միջազգային վավերագրողների խումբը շրջում է մեր երկրում փաստագրելու խաղաղության թեմային առնչվող պատմություններ։ Իսկ բուն մրցանակաբաշխությունը կկայանա Աբու Դաբիում փետրվարի 4-ին ՄԱԿ-ի կողմից ճանաչված մարդկային եղբայրության միջազգային օրը։ Քիմիական ռեակցիաներ, մանրադիտակով ուսումնասիրություններ ու ֆիզիկայի փորձեր ոչ թե գրքերում, այլ իրական լաբորատորիայում։ Արտաշատի ավագ դպրոցում դասերը վերսկսվել են 2 տարվա հիմնանորոգումից հետո եւ այժմ դպրոցը ոչ միայն նոր շենք ունի, այլև ժամանակակից լաբորատոր գույք։ Գործնական աշխատանքները նոր շունչ են հաղորդել ուսումնական գործընթացին, մեծացրել աշակերտների հետաքրքրվածությունը։ Թեպետ բոլոր սարքավորումներն առայժմ լիարժեք չեն օգտագործվում, բայց դպրոցում վստահ են հնարավորությունները կամաց ամբողջությամբ կծառայեն իրենց նպատակներին։ Թե ինչպես է փոխվել դասապրոցեսը եւ ինչ խնդիրներ դեռ կան ռեպորտաժում։ Սկուր չտան, ծերերիս։ Երիքա։ Տեսեք գնում է բուրըն ռեակցիա։ Հայտանյութի գույնը փոխվեց, անջատվեց գազ եւ գույնը փոխվեց։ Արան որոշել է վիրաբույժ դառնալ դասընկերուհին սրտաբան։ Հիմնանորոգված դպրոցում ապագա բժիշկներին հատկապես քիմիայի դասերն են հետաքրքրում։ Հին դպրոցում փորձեր կատարելու հնարավորությունները սահմանափակ էին ու այս կամ այն ռեակցիայի մասին պատկերացումը հիմնականում մնում էր աշակերտի երևակայությանը։ Երբ որ այդ նոր սարքավորումներով ամեն անգամ նյութերը մեր ուսուցչուհին բերում է մեզ ներկայացնում այդ ռեակցիաները մենք տեսնում ենք մեր աչքով ինչա տեղ ունենում։ Արդեն ռեակցիան գրելուց մենք հասկանում ենք թե ինչ եղավ, ինչը ինչից բխեց եւ կարողանում ենք ավելի հեշտ սովորել։ Քիմիայի ուսուցչուհին շտապում է ցույց տալ նոր ստացած լաբորատոր գույքը, որի դեռ մի մասն են հասցրել օգտագործել։ Միայն թե հերթական փորձն անելու համար ստիպված է եղած նյութերով սահմանափակվել։ Նոր սարքավորումներ ունեն, նոր նյութեր դեռ ոչ, հներն են օգտագործում։ Եղածն էլ քիչ է, ծրագրով անհրաժեշտ բոլոր փորձերը դեռ չեն կարող կատարել։ Մինչդեռ գործնական աշխատանքի հնարավորությունն այնպես է ոգևորել աշակերտներին, որ հաճախ նույնիսկ մեծ դասամիջոցին են վազում լաբորատորիա։ Ամեն փորձից հետո պարտադիր պետք է լվանանք ամբողջը։ Շենքը համալրվել է, տեխնիկապես զինվել է, ամեն ինչ պատրաստ եղել, նոր մենք տեղափոխվել ենք այս դպրոց։ Այսինքն ամսի 7-ին, երբ որ աշակերտները եկել են դպրոց, արդեն գույքով լաբորատորիաները եւ ֆիզկուլտուրայի դահլիճը արդեն կահավորված է եղել։ Արտաշատի հիմնական դպրոցի շենքում դասերը վերսկսել են 2 տարվա հիմնանորոգումից հետո։ Նպատակը ոչ միայն անվտանգ, ամուր ու հարմարավետ դպրոցի շենք կառուցելն էր, այլև կրթական ծրագրերին համարժեք հնարավորություններով զինելը։ Մեր նպատակային ուսուցման դասարանները հենց ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության լաբորատորիաներում են դասեր անցկացնում, գույքով համալրվել են մեր լաբորատորիաները, եւ դա բնականաբար շատ դրական ազդեցություն ունի աշակերտների սովորելու համար եւ շատ մոտիվացնող է։ Կարգավորում եք, որ տեսնեք նրա հստակ պատկերը։ Աշակերտներին մոտիվացնելու հարցում կենսաբանության ուսուցչուհին ջանք չի խնայում, բայց սաներին սովորեցնելուց առաջ նախ ինքը պիտի սովորի սարքից օգտվել։ Բացատրությունը չի եղել։ Ես ինքս համակարգիչ հանել եմ,
հայերեն էլ չկա, ճիշտ ասած ռուսերենը թարգմանել ենք հայերեն, որ ավելի հստակ տեսեք իր հետ եղել է չինական լեզվի, չիմացակ է դաժե ինչ է, բայց մենք հարթվեց ենք։ Դուք ինքնուրույն եք գտնում Լուսային մանրադիտակով ուսումնասիրությունը կենսաբանության դասի ամենահետաքրքիր պրոցեսներից է։ Լաբորատորիայի դարակաշարերը ևս նոր գույքով են լցված։ Առայժմ մի քանիսն են օգտագործել։ Փորձերը մեզ օգնում որ ավելի լավ հասկանանք, բոլորն էլ յուրովի հետաքրքիր են։ Ֆիզիկայի դասերն էլ առաջվա նման ձանձրալի չեն անցնում։ Ամեն բանաձև կազմելուց առաջ փորձով են համոզվում, ինչու եւ ինչպես են երկարում զսպանակները կամ ինչպես են առաջանում էլեկտրական լիցքերը։ Իրանք էլ դեռ չեն տեսած ձևի դպրոցներում չեղել այդ լաբորատորիաները, իրանք համար այս ամեն ինչը շատ հետաքրքիր է։ Փոքրիկ լամպերից մինչև էլեկտրական լարեր ամեն ինչ էլ ունեն ֆիզիկայի լաբորատորիայում։ Նոր գույքի հետ սակայն հինն են օգտագործում։ Դեռ կարելի է կիրառել, ափսոսում են դեն նետել։ Իսկ ֆիզկուլտուրայի դահլիճում հնից ոչինչ չկա։ Ուղղակի աշակերտները դեռ ակտիվություն չեն ցուցաբերում։ Հիմնական մասից երեխեքը զուրկ են մնացել։ Հիմա այստեղ արդեն ոնց լացած առաջի դասան երեխեքին ոնց են սովորացնում, սկսել ենք ամեն ինչը զերոյից։ Երեխեքի հոգեբանական վիճակը բերենք դրան, առաջին գույքը չփչացնեն, հետո իրանց տաննման վերաբերեն ու սովորեն ճիշտ։ Գույքի զգալի մասը դեռ չեն օգտագործում, չեն էլ բացել։ Սպասում են, որ աշակերտները լրացնեն բաց թողածը, հասնեն անհրաժեշտ մարզավիճակին։ Չենք ափսոսում, ուղղակի ըստ ծրագրի են գույքերը դնում։ Ուղղակի տեղ կա ու մենք չենք կարող պահեստավորենք, այս խնդիրը մենք ունենք, ասենք այս մեծ գույքը պետք է պահեստավորվեր բարձրացածքի համար, չի պահեստավորվում։ Չպահեստավորված մարզագույքն իհարկե անհարմարություններ է ստեղծում, բայց ստիպված են վարժանքներն ու խաղերը ըստ հնարավորությունների կազմակերպել։ Խոչընդոտները գուցե ավելի ակնհայտ դառնան, երբ սկսեն ավելի ակտիվ վոլեյբոլ ու բասկետբոլ խաղալ։ Այս ամառ էլ Սփյուռքահայ պատանիները Հայաստան գալու հնարավորություն ունեն պետական ծրագրով, մեկնարկում է «Քայլ դեպի տուն» ծրագրի հերթական շրջափուլը։ Այստեղ է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչը։ Իսկ ուհի ովքեր կարող են գալ Հայաստան ծրագրով եւ ինչ պայմաններ են գործում։ Այս տարի արդեն 8-րդ տարին է, ինչ իրականացնում ենք «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը։ Ծրագրին կարող են մասնակցել 13-ից 18 տարեկան սփյուռքահայ երիտասարդները, ովքեր ծնվել մեծացել են Հայաստանից դուրս։ Պայմանները շատ պարզ են մասնակիցների համար, ովքեր նախկինում չեն մասնակցել ծրագրին եւ իրենց հաշվին հոգալու են Հայաստան հասնելու եւ վերադառնալու ծախսերը եւ ունենալու են ճամփորդական ապահովագրություն։ Իսկ ծրագրի հայաստանյան բոլոր ծախսերը հոգում է կառավարությունը։ Այստեղ 2 շաբաթ են մնում։ Այստեղ 2 շաբաթ է, ծրագիրը իրականում շատ հագեցած է։ 2 շաբաթվա ընթացքում մասնակիցների համար կազմակերպվում են հայերենի, պատմության, ազգային երգի պարի դասընթացներ, շրջագայություն Հայաստանի տեսարժան վայրերով։ Ծանոթացնում ենք Հայաստանի կրթական հնարավորություններին, որպեսզի օրերից մի օր մեր մասնակիցները իրենց բուհ ընտրելու ժամանակ իրենց ցանկում ունենալ նաև Հայաստանը։ Բուն դիմելու գործընթացի մասին ինչ է պետք, ինչպես է պետք դիմել, մրցութային է արդյոք գործընթացը։ Քայլ դեպի տուն ծրագրի մասնակցության համար հայտերի ընդունումը սկսել ենք հունվարի 12-ին եւ շարունակվելու է մինչեւ փետրվարի 25-ը։ Ընտրությունը իրականում մեր համար շատ բարդ է, որովհետեւ նախորդ տարիների համեմատ 600 տեղ ու սահմանափակ տեղ, որի համար ստանում ենք 1400 հայտ, նախորդ տարի 6 փուլով ենք ընդունել, այս տարի 5 փուլով ենք ընդունելու։ Հայտերի մեծ քանակը ծրագրի հաջողված լինելու մասին է իրականում խոսում եւ դրանով էլ պայմանավորված ընտրությունը շատ բարդ է։ Ընտրել ենք մի սկզբունք, որ ըստ փուլերի ենք հաստատելու, այսինքն առաջինից մինչեւ 5-րդ փուլ ընկած ժամանակահատվածում եւ ըստ ժամանակագրության առաջին փուլի համար ըստ ժամանակագրության ովքեր են դիմել եւ այդպես փուլերը լրացնելով գնալ։ Սա մի կողմից մասնակիցների համար իրականում հեշտացնում է այն հատվածը, որ պլանավորում են, հա, որովհետև շատ հեռավոր երկրներից ունենք մասնակիցներ, ովքեր որ մի քանի ամիսներ շուտ են ավելի կազմակերպում իրենց ճամփորդությունը Հայաստան։ Ունենում ենք մասնակիցներ, ովքեր որ հաստատում են, նույնիսկ մինչև վերջի վարկյանը ասում են, որ գալու ենք, բայց ստացվում է, որ չեն գալիս ու իրենց փոխարեն արդեն հաջորդական համարում գտնվողին են հրավիրում ըստ արդեն ժամանակագրության։
Եվս մեկ անգամ հիշեցնենք, թե երբ ու ինչպես կարող էին դիմել։ Նույնիսկ հիմա էլ կարող են դիմել, մինչև փետրվարի 25-ը ընդունելու ենք հայտերը։ Մեր սոցիալական ցանցերում եւ պաշտոնական կայքում ծրագրեր բաժնում տեղադրված է ամբողջ տեղեկատվությունը ծրագրի մասին։ Կարող են դիմել առցանց տարբերակով, հարցերի դեպքում նշված են մի քանի հեռախոսահամարներ, էլեկտրոնային փոստի հասցեներ, որոնց միջոցով կարողանան իրենց հարցերի պատասխանները ստանալ։ Իսկ ու շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Շնորհակալ եմ ես էլ։ Շուրջօրյա աշխատող վարարաններ եւ վարկյանների ընթացքում ձևավորվող ապակյա տարաներ։ Գրեթե 35 տարի Հայաստանում գործող Սարանիստ ընկերությունը ապակե շշերի եւ տարաների արտադրությամբ զբաղվող առաջատարներից է ոչ միայն մեր երկրում, այլև տարածաշրջանում։ Ընկերությունը համագործակցում է ավելի քան 100 տեղական եւ տասնյակ արտասահմանյան գործընկերների հետ։ Արտադրության շարունակականությունն ու մրցունակությունը ապահովելու համար Սարանիստը օգտվում է նաև պետական աջակցությունից մաքսատուրքի արտոնությունների եւ վերազինման գործընթացների շրջանակում։ Շուրջ 20 տեսակի բաղադրիչներ 24/7 ռեժիմով միշտ թեժ վառարանում միախառնվում ապակու հումք են դառնում վարկյանների ընթացքում վերածվում տարաների։ Սարանիստ ընկերությունը ապակյա շշերի տարաների արտադրությամբ է զբաղվում արդեն մոտ 35 տարի, արտադրական հզորություններով առաջատար դիրքում է Հարավային Կովկասում, կարողանում են համաժամանակյա գրաֆիկով անդադար աշխատանքի մեջ պահել միանգամից 4 վառարան։ Արտադրանքը մատակարարում է շուրջ 125 տեղական եւ 48 արտասահմանյան ընկերությունների մեծ մասը 66% արտահանվում է Վրաստանի Հանրապետություն։ Արտադրության մեջ անհրաժեշտ գրեթե բոլոր հումքերը ներմուծում են, որպես գերակա ոլորտում գործունեություն իրականացնող ընկերություն պարբերաբար ներդրումային ծրագրերի խթանման նպատակով դիմում են կառավարություն մաքսատուրքերից ազատվելու արտոնություն ստանում։ Գնագոյացման վրա անդրադառնում է նաեւ կառավարության աջակցությունը ուղղակիորեն, որտեղ այն տնտեսված գումարները, որոնք կառավարությունը կարողանում է արտոնել մեզ, դրանք ներդրվում են նույն արտադրության մեջ մրցունակ դառնալու համար ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս, օրինակ Վրաստանում։ Արտադրողականության տեմպը պահելու անհրաժեշտ հումքերն ապահովելու համար կառավարությունից հերթական աջակցությունը ստացել են 2025-ին։ 27000 տոննա դինատրիումի կարբոնատ ներկրելու համար ստացանք աջակցություն։ Ներդրումային ընդհանուր փաթեթը կազմում էր 3 միլիարդ 564 միլիոն դրամ եւ արտոնված գումարը շուրջ 178 միլիոն դրամ։ 5000 տոննան արդեն նախորդ տարի մենք ներկրեցինք եւ մնացածը 3 տարիների կտրվածքով։ Կառավարությունից աջակցություն ունեն ոչ միայն մաքսատուրքերի համար, նաև վերազինման, արտադրության արդիականացման գործընթացներում։ Վառարանների շահագործման ժամկետ գոյություն ունի 5-6 տարվա, որից հետո անպայման պիտի վերանորոգվեն։ Իսկ վառարանների վերանորոգման համար ամենակարևոր բաղադրիչը հրակայուն աղյուսն է։ Հրակայուն աղյուս ներկրելու համար մենք դիմեցին կառավարությանը, աջակցեց, վերանորոգումը շատ հաջող իրականացվեց։ Պետությունը գերակա ոլորտում գործունեություն իրականացնող բիզնեսի կողքին է ոչ միայն ներդրումները խրախուսելու, նաև ընկերության զարգացման, ընդլայնման հեռանկարում նոր աշխատատեղերի ստեղծմանը նպաստելու նկատառումով։ 2024-ին մոտ 800 միլիոն դրամի հասնող ներդրումային ծրագիրը ներկայացնելիս արտադրությունում ներգրավված է եղել 590 աշխատող, ընկերությունը նախատեսել էր մինչև 2025 40 նոր աշխատատեղ բացել, աշխատակիցների թիվը հասցնել 630-ի։ Եվս 15 նոր աշխատատեղ նախատեսված են նախորդ տարվա ծրագրով։ Ընկերության գլխավոր տնօրենը նշում է, որ ընթացքում իրավիճակային տարբեր տատանումներով պայմանավորված 2026 են մտել նախապես պլանավորած թվին չհասնելով։ Այս պահին աշխատողների ընդհանուր թիվը հասնում է 605-ի։ Ներդրումային փաթեթներով կառավարության աջակցությունը հիմնականում մեզ օգնում է պահպանել աշխատատեղերը, ինչը շատ ավելի կարևոր է, աշխատատեղերը չնվազեցնել, ինչը մեզ հաջողվում է, եւ իհարկե մտածել նաեւ հետագա զարգացումների մասին։ Սարանիստը 2024-ին իրացրել է 9 միլիարդ 200 միլիոն դրամի արտադրանք, 2025-ին արդեն 9 միլիարդ 700 միլիոն դրամի։ Դուք դիտում եք հրապարակումը, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։